Հայաստանում չկա աղքատություն աշխատանքի բացակայության պատճառով։ Մարդը աղքատ է, որովհետև չգիտի ինչպես չլինել աղքատ։ Չունի այդ ունակությունը։ Եվ թոշակառուներ, ձեր թոշակները բարձրացել են, ուղղակի ձեզ չեն տալիս այդ գումարը, որովհետև դուք չգիտեք, թե ինչպես այն ճիշտ կառավարել։ Դա գիտի կառավարությունը։ Ձեզ չեն տալու բարձրացված թոշակ, որովհետև դուք փող ծախսել չգիտեք, կառավարությունը ձեզ չի վստահում։ Սա է այն դրամաբանությունը, որ եւ կարելի ասել բառացի խոսքերը, առաջարկում եմ գուշակել ում խոսքերն են դրանք։ Մեկ փորձից, շատ մի տանջվեք։ Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չի, որ աշխատատեղ չկա։ Չկա, այդ խնդրեմ վաղուց վերացված է։ Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ պատճառով։ Աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքես դեպքում 65+ տարեկան թոշակառուների մասին։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հիմա հետեւաբար ինչի մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա։ Գնա դեղատուն, այլ բան գնի, քան պետքա գնի, գնա ստանա այն բուստարայությունը, քան պետքա ստանա։ Շատ է գնում, դուք ես խոստացել, չեք արել, այն չեք արել։ Կներեք, մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չեք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու։ Ես ուզում եմ այս ամենից հետո ձեզ ընդամենը մի հարց տալ։ Գիտեք, պետական գործիչ ինչով է տարբերվում դեմագոգ պոպուլիստից։ Առաջին հերթին դա իմ համոզումն է պատասխանատվությամբ եւ համոզմունքներով, սկզբունքներով։ Երբ մարդը պետական մտածողություն ունի, նա արդեն կայացած ձևավորված անհատ է, սուբյեկտ։ Եվ նրա համոզմունքները չեն փոխվում կախված իր կարգավիճակից։ Թե ընդդիմադիր, թե իշխանական լինելու ժամանակ նա մտածում է նույն կերպ։ Բայց մեր երկրում այդպես չէ։ Մեր երկրում երբ ընդդիմադիր ես այլ կերպ ես մտածում, հենց դառնում ես իշխանություն, հենց իշխանական լծակների ես տիրապետում մի քիչ հարստանում ես, բնականաբար դա անխուսափելի է, փոխվում է նաև մտածողությունը։ Սա է մեր երկրի դժբախտություններից մեկը եւ երևի թե մեծագույնը։ Բայց եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում աղքատություն։ Աղքատությունը միջազգայինորեն չափվում է ոչ թե նրանով, թե մարդն ինչքան գումար է վաստակում կամ ստանում, այլ նրանով սկզբունքը դա է, թե ինչքան է ծախսում։ Գոյություն ունի նվազագույն սպառողական զամբյուղ հասկացությունը, որը Հայաստանում 70-ից 80 հազար դրամ է, այսինքն այդքան գումար է անհրաժեշտ, որպեսզի մարդը սնվի, նորմալ հագնվի եւ մինիմալ իր կարիքները հոգա։ Թոշակները, ինչպես գիտենք, դրանից 2 անգամ ցածր են։ Եվ սկզբունքը հետևյալն է. եթե մարդը չի կարողանում իր վրա նվազագույն իր կարիքները հոգալ, 70-ից 80 հազար դրամ ծախսել անձամբ իր վրա, ուրեմն նա համարվում է աղքատ եւ կա նաեւ ծայրահեղ աղքատություն։ Ենթադրենք ստանում եք 200, 250 կամ 300 հազար դրամ։ Եթե դրա առյուծի մեծ բաժինը օրինակ վարկ եք փակում եւ ձեզ անձամբ ձեր ծախսերի վրա չի հերիքում 70-80 հազար, ուրեմն դուք աղքատ եք։ Հիմա սա այն կարևոր սկզբունքն է, որը հաշվի չի առնվում մեր երկրում, եւ կառավարության ղեկավարը կլինի մյուսները։ Աղքատությունը չափվում է սպառումով, այլ ոչ թե եկամուտով։ Եվ ինչպես մենք գիտենք, երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը իր կարիքները հոգում է վարկերով, եւ նա ավելի շատ վարկ է փակում, քան ամեն ամիս իր վրա ծախսում է։ Եթե այդ արդարացի օբյեկտիվ սկզբունքով չափենք, ապա Հայաստանում աղքատությունը կլինի ոչ թե 20% մոտավորապես կամ 25 պաշտոնական թվերով, այլ կարող է հասնել 80%-ի։ Այստեղ է, որ կառավարությունը մանիպուլացնում, խաբում է ձեզ։ Իսկ թոշակառուները այսօր ծայրահեղ աղքատությունից շեմից էլ այն կողմ են, որովհետև նրանք ոչ միայն չեն ստանում սպառողական զամբյուղին համարժեք գումար, որը 70-ից 80 հազար դրամն է, ստանում են 30-ից 40 հազար դրամ, այլև կառավարության ղեկավարը համարձակվում է նրանց ասել, որ ձեր թոշակը բարձրացել է 10,000 դրամով, բայց մենք ձեզ դա չենք տալու, որովհետև դուք այնքան տագետ եք, որ չգիտեք ինչպես այդ գումարը ծախսել։ 10,000 դրամը բնականաբար թոշակառուն ինչ պետք է անի, մաքսիմում ամենաշատ ազատորեն կծախսի իր դեղերի վրա։ Գոնե կասի լավ 10,000 դրամ իմ դեղերը տամ, մնացած 30,000-ը մի կերպ կոմունալն էլ չի հասցնել, գոնե կարիքները մինչև տնեցիկ հարազատները, որդիները, դուստրերը օգնեն։ Բայց չէ,
Կառավարության ղեկավարը որոշել է, որ դուք չգիտեք ինչպես այդ գումարը ծախսել։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ կառավարության քաղաքականության, սոցիալական քաղաքականության մասին։ Ըստ այսօրվա Հայաստանի կառավարության համոզմունքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տգետ անգրագետներ են, որոնք չգիտեն ինչպես աղքատ չլինել եւ չգիտեն ինչպես տնօրինել իրենց ֆինանսները։ Հետևությունները մնում է ձեզ։ Սրանից հետո դուք պետք է ընտրեք նրանց։ Արդյոք դուք հետագայում ընտրելու եք նրանց, ովքեր ձեզ համարում են այդպիսին, թե գուցե գտնեք ավելի հարմար մարդիկ, ովքեր գոնե որպես ՀՀ քաղաքացի ձեզ հարգում են։